Այսօր հոկտեմբեր 27-ի ոճրագործության 26-րդ տարելիցն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան, կառավարության օրենսդիր եւ գործադիր մարմիններու ներկայացուցիչներ ծաղիկներ խոնարեցին ազգային ժողովի փագին մեջ տեղադրված հոկտեմբեր 27-ի զոհերու հուշագոտողինքով։ 26 տարի առաջ 1999 թվականի հոկտեմբեր 27-ին դեղի ունեցած ոճրագործության հետևանքով զոհվեցան Հայաստանի ազգային ժողովի նախագահ Գարեն Դեմիրճյան, Հայաստանի վարչապետ Վասկեն Սարգսյան, ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Փախշյան եւ Ռուբեն Միրոյան, ազգային ժողովի պատգամավորներ Արմենակ Արմենակյան, Հենրիկ Աբրահամյան, Միքայել Քոթանյան եւ նախարար Լեոնարդ Պետրոսյան։ Կենտրոնի դատարանին վճիրով 6 անց դատապարտված է ծմահ, 1 անց 14 տարվան ազատազրկման։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին վերջին 1 տարի 8 ամիս ժամկետի մեջ փոխհրաձգության հետևանքով զինծառայող չէ զոհված։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովներու համատեղ նիստի մեջ Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծի քննարկման ընթացքին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Մեր անկախության պատմության մեջ մենք երբեք այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցած, ըսավ վարչապետը։ Անընդգծեց օգոստոս 8-ին Վաշինգտոնի մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրի նախաստուրակութենեն հետո առաջին անգամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կքննարկվի հաստատված խաղաղության պայմաններու մեջ։ Բաքուն կրնահայտնվիլ ամերիկյան պատժամիջոցներու դակ, եթե խախտե 8 օգոստոսի համաձայնությունները։ Հանրապետական կոնգրեսականներու համահեղինակած օրինակիցը կշրջանառվի Ամերիկայի կոնգրեսի մեջ։ Այն կընդհատի պատժամիջոցներ ինչպես ադրբեջանցի պաշտոնյաներու, այնպես էլ քարյուղի գազի ընկերության եւ բանկերու նկատմամբ։ Հայ փորձագետները բավական թրական կգնահատեն փաստաթուղթն ու կարևոր կնկատեն Ադրբեջանը զսպելու այս նախաձեռնությունը։ Փոխարենը անհանգիստ են նահանգներու մեջ գործող դաշնակցական կառույցները։ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը խիստ քննադատության ենթարկած է օրինակիցը գոչ ըրած կոնգրեսին զբաղել իրական խաղաղությամբ։ Խաղաղության փաստաթուղթի նախաձեռնողները դարօրինակ կհամարեն դաշնակցականներու քննադատականները։ Ռուսական երկաթուղիներ ընկերությունը այս պահուն Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ռուսական ապրանքներու փոխադրության հետ կապված հարցերը գլուց է։ Այս մասին լրագրողներու հետ զրույցին ասաց է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ։ Միաժամանակ համապատասխան հանձնարարականներ դրված են գյուղատնտեսության նախարարության, որպեսզի հաշվի առնվի այս նոր երթուղին, ասաց է Օվերչուկ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև ավելի գանուխ հայտարարած էր, որ Ադրբեջան հանած է բոլոր սահմանապահումները իր տարածքով դեպի Հայաստան բեռներու տարանցման նկատմամբ։ Արդեն իսկ հայտարարված է, որ Ադրբեջանի տարածքով Ղազախստանը ծորեն արտահանած է Հայաստան։ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ 27 հոկտեմբերին Մալեզիային ուղևորված է Ճապոն։ Մայրաքաղաք Տոկիոյի մեջ անպիտի հանդիպի Ճապոնի գայսեր, ինչպես նաև նորընտիր վարչապետին հետ։ Truth Social-ի մեջ Թրամփ գրած է. օրերս տեղի ունեցած էր Թրամփի եւ Ճապոնի նորընտիր եւ առաջին գին վարչապետ Սանաե Թակայիչի հեռախոսազրույցը։ Ան Ամերիկայի նախագահին հայտնած է, որ երկու երկիրներու միջև Թաշինքի ամրապնդումը իր կառավարության գլխավոր առաջնահերթությունն է։ Ամերիկայի նախագահի ժամանման կապակցությամբ հազարավոր ոստիկաններ կենտրոնացած են մայրաքաղաք Տոկիոյի մեջ։ Կգնկալվի, որ Թրամփի այցելության առիթով քաղաքի մեջ փողոքի ցույցեր կդարվին։ Իր պաշտոնավարման մեկնարկեն ի վեր ամենեն երկարատև ասիական այցելությունը Թրամփ կեզրափակե Հարավային Կորեայի մեջ, որտեղ կգնկալվի անոր հանդիպումը Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինին հետ։ Կամբոջյան եւ Թայլանդը Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ սահմանային հագամարտության ավարտի մասին հռչակագիրը ստորագրած են։ Ըստ ստորագրված փաստաթուղթին կողմերը բարտավորված են դադրեցնել բոլոր ռազմական գործողությունները եւ հաստատել բարի թրացիական հարաբերություններ։ Թայլանդ պիտի ազատե 18 ռազմակերիներ, իսկ Կամբոջյան պիտի սկսի ծանր հրետանի դուրսբերումը սահմանեն։ Ամերիկայի նախագահը նշած է, որ գսիրե դադրեցնել պատերազմները։ Կամբոջիա եւ Թայլանդի միջև սահմանային փախումները տեղի ունեցան հուլիսին, երկու թայլանդցի զինվորներու զոհվել են քանի օր անց։ 28 հուլիսին Կամբոջիա եւ Թայլանդի առաջնորդները Մալեզիա վարչապետի միջնորդությամբ անհաբաղ եւ անվերաբահ հրադադարի վերաբերյալ համաձայնության եկան։ Կրեմլինի խոսնակ Դիմիտրի Պեսկով հայտարարած է, որ սխալ խոսած է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման չեղարկման մասին։ Անավելցուցած է, որ ադորամար նախապատրաստություն անհրաժեշտ է գահիտնեն ռուսական լրատվական գործակալությունները։ Նախագահները չեն գրնար հանդիպիլ բարձրապես հանդիպելու համար, անոնք չեն գրնար իրենց ժամանակը զուր վատնել եւ անոնք այդ մասին բաց կսեն։ Ահա թե ինչու անոնք հանձնարարած են Ռուսաստանի արտաքին գործոստ նախարար Սերգեյ Լավրովին եւ Ամերիկայի պետական քարտուղար Մարկո Ռուբիոին պատրաստելու այս
գործընթացը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ պիտի հանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հետ, եթե վստահ ըլլա, որ հանդիպումը պիտի հանգեցնի Ուկրաինայում մեջ խաղաղության համաձայնագիրներու կնքման։ Ես չեմ պատրաստվի ժամանակը սվատնել, ընդգծած է Ամերիկայի նախագահը։ Ցեզի հետ Անի Զեյդունցյանը։